Պետությունը պատկանում է քաղաքացիներին եւ նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունը պետք է ունենա պետականաշինության գործում, իր առօրյա վարքով, օրինապահությամբ, հանրային ակտիվությամբ։ Այս տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է «Մենք ենք մեր պետությունը» կարգախոսի ներքո, տարբեր տարիքի քաղաքացիներին ներգրավելով հանդիպում քննարկումների, բանախոսություններին եւ կրթամշակութային միջոցառումներին։ Վարդենիս համայնքում տոնական միջոցառումները մեկնարկում են ակունք բնակավայրում։ Ակտիվ, իրենց պարտավորություններն ու պատասխանատվությունները գիտակցող քաղաքացիներ կրթելու անհրաժեշտության մասին բանախոսությամբ։ Բանախոսն է Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։ Այնուհետև համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները համախմբվում են Վարդենիսում, որտեղ ևս մասնակցում են թեմատիկ բանախոսության։ Միջոցառման այս ձևաչափի հիմնական նպատակն է երկրի երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների համրագրումը, անկախություն, ինքնիշխանություն, պետականություն հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վարքագծի ձևավորումը։ Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը հանդես է գալիս պետության եւ հանրության հարաբերությունների, քաղաքացու եւ պետության անելիքների, պետականաշինության ուղիները նախանշելու վերաբերյալ բանախոսությամբ, որպեսզի «Մենք ենք մեր պետությունը» կարգախոսը դառնա իրականություն, փոփոխությունները պետք է սկսվեն հենց դպրոցից, կրթությունից, համայնքային խնդիրների լուծմանը մասնակցելուց, համայնքի զարգացման գործում սեփական դերը գիտակցելուց, նշում է բանախոսը։ Սերունդը ձևավորվում է տեսածով։ Պետության հանդեպ վերաբերմունքը սկսվում է ամենօրյա մանր քայլերից։ Երիտասարդներին պետք է տալ լսելու զգացում, ոչ միայն լսելու զգացում, այլ իրական ազդեցության հնարավորություն, դպրոցական խորհուրդներ, համայնքային ծրագրեր, երիտասարդական նախաձեռնություններ, որտեղ նրանց որոշումները կարևոր են։ Երբ պատասխանատվություն կա, ձևավորվում է նաև պատկանելիություն եւ պարտավորվածություն։ Մենք ենք մեր պետությունը, չի նշանակում կուրորեն ընդունել ամեն բան եւ ամեն ինչ։ Դա նշանակում է կարողանալ նաև ինչու ոչ քննադատել, պահանջել ավելի լավը, բայց կառուցողական ձևով։ Պետությունը քաղաքացիների կողմից ստեղծվող եւ պահպանվող համակարգ է։ Այստեղ պասիվ կեցվածքն ու սպասողի հոգեբանությունը չեն կարող նպաստել այդ համակարգի բնականոն աշխատանքին, շարունակելով թեման ասում է բանախոսը։ Ով երբևէ մասնակցել է համայնքային քննարկման, նախաձեռնության կամ նույնիսկ փոքր կամավորական ծրագրի, տեսնում է ինչպես են որոշումները ձևավորվում ներքևից։ Այդ փորձը կոտրում է վերևից կառավարվող մոդելի մենաշնորհը եւ ցույց է տալիս համատեղ կառավարման իրականությունը։ Եթե ուզում ենք պատասխանատու եւ ակտիվ քաղաքացի ունենալ, պետք է կենտրոնանալ ոչ միայն գիտելիքի, այլև մտածողության ու վարքագծի ձևավորման վրա։ Արժեքները պետք է դառնան կիրառելի առօրյայում երևացող պատասխանատվություն, անձնական եւ հանրային։ Երիտասարդը պետք է զգա, որ իր քայլերը հետևանք ունեն թե իր, թե ուրիշների կյանքի վրա։ Սա սկսվում է պարզ բաներից, խոստումը պահելուց, սկսած գործը ավարտելուց, մինչև համայնքային խնդիրներին չանտեսելը։ Ազնվություն եւ արդարություն, առանց դրանց վստահություն չի ձևավորվում, իսկ առանց վստահություն չի աշխատում ուղղակի ոչ մի հասարակական կարգ։ Եթե քաղաքացին իրեն տեսնում է միայն որպես պետությունից սպասող, հարաբերությունը դառնում է միակողմանի, պահանջների ու հիասթափությունների մի հսկայածավալ շղթա։ Իսկ երբ նա իրեն ընկալում է նաև որպես համասեփականատեր ու պատասխանատու, փոխվում է ամբողջ տրամաբանությունը։ Պետությունը դառնում է համատեղ ստեղծվող եւ պահպանող համակարգ։ Նախ դա ստեղծվում է իրական պատասխանատվություն, սեփականատիրոջ զգացումը, բերում է հարցի փոփոխություն, ոչ միայն ինչու չի արվում, այլ նաև ես ինչ կարող եմ անել, որ արվի։ Այս մոտեցումը նվազեցնում է անտարբերությունը եւ մեծացնում մասնակցությունը։ Բանախոսության ավարտին Աննա Վարդանյանը պատասխանում է նաև երիտասարդներին հուզող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում են համայնքի բնակավայրերում երիտասարդական կյանքի աշխուժացմանը, նրանց համար կրթական եւ մշակութային կյանքի զարգացման միջավայրեր ստեղծելուն։
Ես նույնպես շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին եւ այսօր Վարդենիսի համայնքապետարանը կազմակերպել է այս միջոցառումը Վարդենիսում, որտեղ ակտիվ մասնակցում են 34 բնակավայրի բոլոր քաղաքացիները եւ իրանց տաղավարներով ներկայացնում են մեր համայնքի մյուս բնակիչներին։ Ես սա կարևորում եմ այսօրը, դա մեր երկրի զարգացման, բարգավաճման հետագա առաջընթացի համար է։ Կարծում եմ, որ շատ կարևոր օր է մեր Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մարդիկ հավաքվեն իրար շուրջ, հասկանան թե ինչ ունեն եւ գնահատեն թե ինչ ունեն։ Այսօր շատ նոր բաներ տեսա եւ նոր բաներ սովորեցի, որ չգիտեի, որ մեր Վարդենիսում անգամ գոյություն ունեն։ Շատ մարդիկ տեսան, որ մենք ինչպես բաներ ներկայացրեցինք, որ չգիտեին, որ այդպիսի բաներ ունենք։ Ներկայացնում եմ մեր ավագ դպրոցը, ավագ դպրոցի շրջանակների մեջ ունենք ԱԹՍ խմբակ, անընդհատ թռչող սարքերի եւ ներկայացնում ենք մեր մոդելները։ Այսօր թռիչք ունեցանք, որը բարեհաջող էր կես մասով։ Տոնական օրվա երկրորդ մասը նվիրվում է մշակութային միջոցառումներին։ Վարդենիսը հյուրընկալում է կրթամշակութային հաստատությունների եւ տեղական արտադրողների ողջ մարզի տարածքից։ Տաղավարներում ներկայացվում են ձեռագործ աշխատանքներ, տեղական արտադրանքի ցուցադրություն է բացված եւ իհարկե ավանդական եւ ոչ ավանդական ուտեստների հյուրասիրություն է կազմակերպված։ Տոնական տրամադրությունն էլ երկու պարով ապահովում են ինչպես Վարդենիսի մշակութային կրթօջախների սաները, այնպես էլ հրավիրված երգիչ երաժիշտները։ Зеленая трава.
Սովորեցի